Ողջույն, ձեր դրամապանակը կլցվի մեծ հարստությամբ։ Կենդանակերպի 5 նշաններ, որոնք 2026 թվականի ապրիլը կդիմավորեն մեծ գումարներով։ Ամուր բռնեք ձեր բանկային հավելվածները, քանի որ 2026 թվականի ապրիլը խոստանում է լինել իսկական ֆինանսական առատաձեռնության ճոճանակ։ Մենք բոլորս գիտենք, որ տիեզերքը իսկական կատակերգու է։ Այն կարող է մեզ ամիսներով սովի դիետայի վրա պահել, իսկ հետո հանկարծակի միացնել փողի անձրև ռեժիմը առանց հովանոցի։ Այս անգամ աստղերը լավ են դասավորվել և որոշ կենդանակերպի նշաններ պարզապես չեն կարողանա խուսափել իրենց ընտանեկան բյուջեի աճից։ Եկեք միասին պարզենք, թե ով կշահի ջեքփոթը և ում դրամապանակը կլցվի մեծ թղթադրամներով։ Պատրաստվեք գրի առնել և պատկերացնել, ապրիլյան շահույթն արդեն ճանապարհին է։ Առաջին հորիզոնականում կշեռքն է։ Միայնակ քայլ հարստության շուկայում։ Սիրելի կշեռքներ, ապրիլը ձեզ համար պարզապես գարնանային ամիս չի լինելու, այլ ձեր անձնական պահը, երբ դուք կարող եք համարձակորեն դուրս գալ ստվերից և հայտարարել ձեր նկրտումների մասին։ Յուպիտերը, որը աստղաբանության մեջ խորհրդանշում է երջանկություն և ընդլայնում, կմտնի ձեր կարիերայի և հանրային ճանաչման ոլորտ, այնպիսի վստահությամբ, որ կմնա այնտեղ ամբողջ ամիս, արմունկներով մի կողմ դնելով ձեր մրցակիցներին։ Եթե դուք մշակել եք բիզնես պլան, երազել եք աշխատավարձի բարձրացման մասին կամ ձեր սեփական նախագիծը գործարկելու, հիմա այն ժամանակն է, երբ երկինքն ասում է՝ առաջ գնացեք, ես ձեզ հետ եմ։ Ֆինանսական առումով սա կհանգեցնի ձեր մասնագիտական գործունեությունից հզոր հոսքի։ Դուք հանկարծ կդառնաք այն մասնագետը, որի ծառայությունները մարդիկ պատրաստ են կրկնակի վճարել ձեզ հետ աշխատելու հնարավորության համար։ Ձեզ համար ամենակարևորը այս օրերին արթուն մնալն ու ալիքը բռնելն է։ Սա պարզապես հաջողություն չէ, դա ձեր կարմայական բոնուսն է ձեր բոլոր անցյալի նվաճումների համար։ Ցուլ, բերքարատ ամիսը շատ մոտ է։ Համար և աշխատասեր ցուլեր, հիշում եք, թե ինչպես էիք վարում ձմռանը, մինչ բոլորը հանգստանում էին։ Ապրիլը այն ժամանակն է, երբ դուք դուրս եք գալիս այգի և հավաքում ձեր սեփական ծառերից ամենահասուն պտուղները։ Ձեր կառավարող մոլորակը Վեներան կմտնի շատ հարուստ և բերի ասպեկտ Սատուրնի հետ, ինչը նշանակում է մեկ բան՝ ամեն ինչ, ինչ դուք դրել եք հողի մեջ, այժմ պտուղ կտա 100% շահույթով։ Ցուլի որոշ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան շահավետ վաճառել իրենց ունեցվածքը կամ վարձակալել այն շատ բարենպաստ պայմաններով։ Ձեր խնդիրը ագահ լինելը չէ, այլ այս հոսքը իմաստուն կերպով կառավարելը, որպեսզի այն չչորանա, այլ վերածվի բարգավաճման անընդհատ հոսքի։ Կարիճ, ճակատագրի ողջույններ ծրարով։ Միշտ այնտեղ, որտեղ շոգ է և 2026 թվականի ապրիլը բացառություն չի լինի։ Միայն թե այս անգամ ձեզ ոչ թե կտաքացնի արևը, այլ ձեր հաշիվների մեծ ծավալը, որոնք կարծես երկնքից կթափվեն ձեր վրա։ Կախարդական մոլորակային միացում կկատարվի ձեր, ուրիշների փողի և ռեսուրսների ոլորտում։ Մարսը ձեզ քաջություն կտա, իսկ Ուրանը անակնկալների իսկական հրավառություն կբացահայտի։ Սա նշանակում է, որ ապրիլին դուք պետք է ավելի հաճախ ստուգեք ձեր վիճակախաղի տոմսերը, նայեք հին պայուսակներին և ավելի ուշադիր կարդաք ձեր պայմանագրերը։ Խոսքը անսպասելի բոնուսների մասին է լինելու։ Մրցանակ, որի մասին դուք լռել եք, փոքր վիճակախաղում շահում, հարկերի վերադարձ կամ ազգականի կողմից անսպասելի մեծ նվեր։ Հատկապես բախտավոր կլինեն հետաքննությունների, լոգիստիկայի կամ ժառանգության հարցերով զբաղվողները։ Հաջորդ բախտավորը մեզ մոտ աղեղնավորներն են։ Ձեր մտքով և դրամապանակով կանցնեն մեծ գումարներ։ Աղեղնավորներ, դուք սովոր եք, որ բախտը ձեզ համար երկրորդ բնույթ լինի, բայց ապրիլին այն ձեզ կհասցնի ձեր մտքի միջոցով, այլ ոչ թե բախտի։ Այս ժամանակահատվածը նշանակալի կլինի ձեր գիտելիքների դրամայնացման առումով։ Ապրիլը ձեզ կստիպի սովորել նոր բաներ, բայց այնպես, որ անմիջապես շահույթ ստեղծվի։ Օրինակ, դուք կարող եք տիրապետել նոր ծրագրի և անմիջապես պատվեր ստանալ դրա միջոցով, կամ կարդալ խելացի գիրք և հայտնաբերել բիզնես գաղափար, որը կճանապարհորդի մեկ շաբաթվա ընթացքում։ 5-րդ հորիզոնական և ջրհոս։ Ֆինանսական հեղափոխություն ձեր անձնական բյուջեում։ Ջրհոսներ, պատրաստվեք վերագործարկման։ Ապրիլը փոթորկի պես կներխուժի ձեր կյանք, վերացնելով հին ֆինանսական խոչընդոտները և բացելով նոր եկամտի հոսքեր։ Ձեր նշանի մոլորակը Ուրանը իրական հեղափոխություն կբերի ձեր դրամապանակում։ Սա պարզապես աշխատավարձի բարձրացում չի լինի, այլ ձեր ֆինանսական մոդելի փոփոխություն։ Ձեզանից ոմանք կփոխեն աշխատանքը ավելի եկամտաբերի, մինչդեռ մյուսները կգտնեն բոլորովին նոր եկամտի աղբյուր, որի մասին երբեք
չէիք մտածել։ Ձեզ սպասվում է ֆինանսական ազատություն, որին երկար ժամանակ ձգտում եք եւ այն կգա անսպասելիորեն։ Ամենակարևորը՝ մի վախեցեք փոփոխությունից, նույնիսկ եթե այն խելագարություն է թվում։ Ապրիլին Իսկ այս ամենին զուգահեռ կներկայացնենք այսօրվա աստղագուշակը։ Խոյ։ Բարենպաստ օր է ամեն տեսակ բարդ խնդիրներ հաղթահարելու համար։ Ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել։ Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում եւ ցանկալի արդյունքը ստանալու համար ընտրում եք ամենակարճ ճանապարհը։ Հնարավոր է որոշ ֆինանսական կամ գույքային հարցերի հստակեցում։ Ամենայն հավանականությամբ մեծ գումար կստանաք։ Նպաստավոր օր է կարևոր փաստաթղթեր լրացնելու համար։ Անախորժություններ եւս չեն բացառվում։ Մտերիմների հետ կարող են խնդիրներ ծագել։ Փոխըմբռնման հասնել հազիվ թե հաջողվի։ Նյարդային լարվածությունը վատ ինքնազգացողության պատճառ կդառնա։ Կգանգատվեք գլխացավից։ Ցուլ։ Օրը տրամադրեք կենցաղային հարցերին։ Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա։ Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան։ Նրանք, ովքեր ռոմանտիկ տրամադրություն ունեն, կարող են հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ, եթե առավել հոգատարություն ցուցաբերեն վերջինիս հանդեպ։ Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը լավ։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական կազդի տրամադրության վրա։ Երկվորյակ։ Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի։ Շատ բան կհասցնեք անել։ Հնարավոր են հաճելի լուրեր, նաև հանդիպում ձեզ համար շատ թանկ մարդու հետ։ Ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, կսկսեք անհանգստանալ, մռայլ մտքեր կհամակեն ձեզ։ Այդ ամենը բացասաբար կազդի տրամադրության վրա։ Հարազատների հետ հնարավոր են տարաձայնություններ։ Ձեզ կթվա, թե ձեզ չեն լսում եւ չեն հասկանում։ Անկամ ձեր զուս պահվածքը չի օգնի խուսափել վեճերից։ Փորձեք լիցքաթափվել եւ զինվեք լավատեսությամբ։ Խեցգետին։ Լարված օր է սպասվում։ Նշանի ներկայացուցիչները ստիպված կլինեն լուրջ որոշումներ կայացնել։ Արված քայլերը շրջապատի կողմից հավանության չեն արժանանա։ Այսօր շատ խեցգետիններ մասնագիտության հետ կապված հիասթափություն կապրեն։ Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ, լուրջ վեճեր կծագեն նաև ղեկավարության հետ։ Հետաձգեք ուղևորությունները։ Այսօր երկար ճանապարհը կհոգնեցնի ու կձանձրացնի ձեզ։ Հնարավոր է տրամադրության անկում։ Նոր տպավորություններով չեք ոգևորվի։ Փորձեք թարմացել զգեստապահարանը, հաջող գնումները կուրախացնեն ձեզ։ Առյուծ։ Լի եք էներգիայով։ Այսօր չեք հրաժարվի անգամ ամենը անիրականանալի թվացող ծրագրերից։ Հարկ եղած դեպքում պատրաստ եք համբերատար սպասել, ինչը կօգնի օրվա ընթացքում հանգստություն պահպանել եւ զերծ մնալ ավելորդ լարվածությունից։ Բարենպաստ օր է գործնական, ինչպես նաեւ անձնական բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար։ Կշռելով ձեր օգուտն ու վնասը հնարավոր է այնպիսի որոշման հանգեք, որը նախկինում անընդունելի է եղել։ Սիրելիի հետ հարաբերությունները ջերմ են, փոխադարձ հարգանքն ու վստահությունն էլ ավելի կամրապնդվեն։ Կույս։ Օրը լավ ընթացք կունենա, եթե զինվեք համբերությամբ եւ հետաձգեք կարևոր գործերը։ Շտապողականությունն այսօր ձեր օգտին չի աշխատի։ Փորձեք հոգեկան հավասարակշռություն պահպանել։ Լավագույն ձևը ինչ որ հաճելի գործի վրա կենտրոնանալն է։ Հնարավոր է լուր ստանաք այն մարդուց, ով նախկինում նեղացրել է ձեզ, եւ այժմ կփորձի քավել իր մեղքը։ Եթե անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անելու գայթակղություն կա, ապա ամեն կերպ խուսափեք դրանից։ Նման հարցեր կարգավորելու համար անբարենպաստ օր է։ Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա։ Կշերք։ Այսօր զգացմունքային դաշտն անկայուն է։ Տրամադրությունը փոփոխական կլինի։ Կդժվարանաք լեզու գտնել բոլոր նրանց հետ, ում սովորաբար կես խոսքից հասկացել եք։ Թշնամիներն ասես գուշակում են ձեր ծրագրերը եւ անում ամեն բան, որպեսզի դրանք չիրագործվեն։ Փորձեք հանգստություն պահպանել։ Ձեզնից հեռու վանեք բաչասական լիցքերը։ Հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելու հարցում կօգնեն մարզանքները։ Կարող եք ստեղծագործական գործունեությամբ զբաղվելը։ Հնարավոր է ինքնազգացողության վատացում։ Դիմադրողականությունը ցածր է։ Կարիճ։ Ամեն ինչ լավ է։ Եթե անգամ որոշ ծրագրեր չեն իրագործվում, առանձնապես անհանգստանալու կարիք չկա։ Ամեն բան իր ժամանակն ունի, եւ դուք հրաշալի գիտակցում եք, որ վաղ թե ուշ կստանաք այն, ինչ ուզում եք։ Ֆինանսական հարցեր կարգավորելու համար օրն այնքան էլ բարենպաստ չէ։ Հրաշալի օր է ռոմանտիկ ժամադրության համար։ Սիրելիի հետ անցկացրած ժամանակը հաճելի կլինի։ Ընկերական հանդիպումները եւս չեն հիասթափեցնի։ Կենսական ներուժը բարձր է։ Սպորտային բացօթյա պարապմունքները դրական ազդեցություն կունենան։ Աղեղնավոր։ Հնարավոր են անսպասելի ուղևորություններ։ Ստիպված կլինեն որոշ ծրագրեր հետաձգել։ Չնայած նրան, որ շրջապատում բոլորը փորձում են շփոթեցնել ձեզ, թեկուզ ոչ միտումնավոր,
Միևնույն է, ձեզ հաջողվում է ճիշտ որոշումներ ընդունել։ Այսօր հնարավոր են անակնկալ նվերներ, կլինեն նաև գայթակղիչ առաջարկներ։ Հրաշալի օր է ազգականներին այցելելու, նաև ընտանիքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար։ Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի։ Այցեջուր։ Բարեհաջող օր է, հատկապես նրանց համար, ովքեր պատրաստ են նախաձեռնությունն իրենց ձեռքն առնել։ Հնարավոր է ծանոթություն այնպիսի անձնավորության հետ, ով հետագայում հուսալի գործընկեր ու օգնական կդառնա։ Բարենպաստ օր է նոր բիզնես ծրագրեր քննարկելու համար։ Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ, սակայն ավելի ուշ հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի։ Հրաշալի օր է ներքին հարտարանքի պարագաներ կահույք գնելու համար։ Ջրհոս։ Այսօր ռիսկի դիմել չարժե, կիրառեք միայն փորձված միջոցներ։ Հնարավոր են տհաճ անակնկալներ, վեճեր ձեզ համար շատ թանկ մարդկանց հետ։ Սակայն շուտով ամեն բան կհարթվի։ Դուք ձեր հերթին ջանքեր չեք խնայի հաշտության եզրեր գտնելու համար։ Օրը նպատակահարմար չէ սիրային հանդիպումների համար։ Դրանք ամենայն հավանականությամբ չեն արդարացնի ձեր սպասելիքները եւ կհիասթափեցնեն։ Նոր ծանոթություններից եւս մեծ ակնկալիքներ չունենաք։ Դրանք հազիվ թե լուրջ զարգացում ստանան։ Ընտանիք կազմած ջրհոսների համար օրը բարեհաջող կդասավորվի։ Ձկներ։ Միշտ ապեք կյանքի կոչել ձեր մտահղացումները։ Շուտով շատ ավելի նպաստավոր պահեր կստեղծվեն դրանք իրագործելու համար։ Հնարավորություն կընձեռնվի ամրապնդել ձեր մասնագիտական դիրքորոշումը։ Ֆինանսական հարցերում առավել զգուշավոր եղեք։ Գումարային կորուստներ կրելու վտանգը մեծ է։ Հրաշալի օր է հարազատների հետ շփման, նաև ընտանեկան միջոցառումների համար։ Ընկերների հետ հանդիպումը կբարձրացնի տրամադրությունը։ Շատ ձկներ այսօր կլուծեն վերջին ժամանակներիս իրենց անհանգստացնող անձնական հարցերը։ Եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, ապա չմոռանաք հավանել այն, կիսվել տեսանյութով ընկերների հետ եւ անպայման բաժանորդագրվել ալիքին, քանի որ այստեղ ձեզ սպասում են ավելի հետաքրքիր եւ հուզիչ պատմություններ։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք մինչև վերջ։